Իդեալ համակարգի խանութ սրահներից ձեռք բերեք կերամիկական սալիկների լայն տեսականուց ցանկացած սալիկ, իսկ սալիկին համապատասխան սոսին ձեզ տալիս ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Ողջույն հարգարժան տիկնոք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան on-line-ը, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Առաջիկա օրերին, հենց այս ամսվա, մարտ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ կընդունի այն կարևոր օրենքը, որով Հայաստանում մեկնարկ կտրվի Եվրամիության անդամակցության գործընթացին։ Սա օրենք է, ինչը նշանակում է պարտադիր կատարման համար։ Սակայն կան որոշակի շահերի խմբեր, ազդեցության խմբեր, նույնիսկ քաղաքական ուժեր, որոնք այդպիսին են մնում մինչ օրս, որոնք հաշտ չեն այդ օրակարգի հետ։ Նաև մենք տարամետ հայտարարություններ ենք լսում նաև իշխանությունից, կապված ասենք ԵԱՏՄ-ում մեր անդամակցության շարունակականության հետ, պարզ չէ թե այդտեղ ինչ խնդիրներ են դրված։ Մեկն ասում է, որ հաջորդ քայլով, այո, մենք պետք է երկիրը նախապատրաստենք նրան, որ արդեն Հայաստանը պաշտոնապես հայտ ներկայացնի հենց այդ անդամակցության համար, իսկ առանց ԵԱՏՄ-ի հետ մեր հաշիվները մաքրելու, ել չեմ խոսում տարբեր ԱՊՀ-ների, չգիտեմ, ՀԱՊԿ-ի մանավանդ, այդ կազմակերպությունների մասին էլ չասած, առանց դրա հետ հաշիվները մաքրելու մեզանից այդ հայտը ուղղակի չեն ընդունի։ Սակայն մենք լսում ենք նույն թիմից նաև այն, որ իսկ ով ասել, որ դա, չգիտեմ, ԵԱՏՄ-ի մասին է, մենք պետք է խորացնենք, ընդլայնենք, բալանս, չգիտեմ, եւ այլն, եւ այդպես շարունակ, եւ լսողի համար պարզ չէ, լավ, մենք ինչ ենք ուզում անել այդ օրենքի հետ։ Փորձենք հասկանալ այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ տարբեր խոսակցությունները վերծանելիս։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել մեր այսօրվա հյուրն է Հովսեփ Խորշուդյանը, այդ Եվրաքվեի նախաձեռնող խմբի անդամ, Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար, բարև եք եկել, պարոն Խորշուդյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Դուք ևս ուշ-ուշով հետևում եք այս գործընթացին, շուտով կլինի երկրորդ ընթերցմամբ, ընդունումը լիագումար նիստով, մինչ այդ կլինի հանձնաժողովի ևս մի նիստ, Եվրաինտեգրման հանձնաժողովի նիստ, եւ այդ ամենը այսպես մեկուսի ինչ-որ պրոցես չի տեղի ունենում շատ հստակ քաղաքական համատեքստում, ընդ որում թե արտաքին քաղաքական, թե ներքին քաղաքական, կան իհարկե համընթաց քամիներ այս պրոցեսի համար, եւ կան նաեւ խոչընդոտող հանգամանքներ, ինչը եւս գործոն է, որի հետ պետք է հաշվի նստենք։ Ձեր մեկնաբանությունը, ձեր գնահատականը համեցեք։ Շատ կարևոր է, որ այս փուլում, երբ որ Եվրոպայում բավականին կարևոր գործընթացներ են ծավալվել, միավորման եւ ռազմականացման, Հայաստանը դիտվի որպես այդ միասնական անվտանգային նոր համակարգի մաս, որը որ հիմա Եվրոպան ուզում է կառուցել սեփական սուբյեկտայնությունը կյանքի կոչելու, Միացյալ Նահանգներից ավելի անկախ քաղաքականություն վարելու հնարավորություն ստանալու եւ սեփական անվտանգություն ապահովելու նպատակով, որտեղ Միացյալ Նահանգները, որը հիմնական անվտանգային երաշխավորն էր Եվրոմիության եւ ՆԱՏՕ-ի մեջ գլխավոր դերակատարը, այսօր կարծես թե հետ է կանգնում, կողք է քաշվում ավելի շուտ Եվրոմիության հետ այդ տրանսատլանտյան դաշինքից, ըստ էության խախտում է նաեւ տրանսատլանտյան խարտիայի դրույթները, որը որ կնքվել էր դեռ երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո եւ վերահաստատվել էր Բայդենի եւ Ջոնսոնի իշխանությունների կողմից 2021 թվականին։
նման պայմաններում երբ որ 800 միլիարդ եվրոյի ներդրման մասին է խոսք գնում, ընդ որում հանուն դրա որոշակի սահմանափակումներ են վերացվում բյուջետային ծախսերի, այդ թվում Գերմանիայում, գիտեք, այնտեղ կա շատ կոշտ առաստաղ կա, որից այնքան չես կարող բյուջեի դեֆիցիտ ունենալ։ Այո, հիմա դա հաղթահարվում է եւ դա նշանակում է, որ մեծ հոսք է սկսվելու ոչ միայն զենքի եւ զինամթերքի, նաեւ իր դեպի արևելյան սահմանները, արևելյան երկրներ, այլ նաեւ տեխնոլոգիաների եւ արևելյան եվրոպական երկրների ռազմաարդյունաբերության զարգացում է տեղ ունենալու, ինչը արդեն Ուկրաինայի մասով արվում է։ Մենք գիտենք, որ այս 2 տարվա ընթացքում այն ծավալի տեխնոլոգիաներ են տրամադրվում Ուկրաինային, որ Ուկրաինան միայն այս տարի արդեն մտադիր է մի քանի միլիոն անօթաչու թռչող սարք պատրաստել։ 3.5 միլիոնի պետպատվեր կա։ Ընդ որում դա անցյալ տարվա 24 թվականի ցուցանիշը ավելի քան կրկնապատկում։ Այո։ Այդ տեմպերով մյուս տարի կարող ընդհանրապես 6-7 միլիոն լինի, եւ եթե նույնիսկ դրա 30%-ն էլ հարվածային լինի, դուք պատկերացնում եք ամեն անօթաչուով եթե մի զինվոր կարողանան խոցել, դա նշանակում է ուղղակի ռուսական բանակից ոչինչ չի մնա։ Ռուսաստանը չի հասցնում այսօր ծավալային առումով, որակական առումով, ինչքան էլ շահեդների հիման վրա ուրեմն իրենք այսպես պրոֆիլավորված իրենց անօթաչուներն են պատրաստում, իրենք այդ մրցակցության մեջ տանուլ են տալիս։ Եվ դա ընդհանրապես մի կոմպոնենտ ասացի, բայց այնտեղ հակաօթային պաշտպանության էլեմենտներ կա, ինքնաթիռների մասին է խոսքը գնում, ընդ որում երբ որ հիմա Միացյալ Նահանգները հրաժարվել է սպասարկել F-16-ները, որոնք որ հիմնական հարվածային ուրեմն օթուժն են այսօր Ուկրաինայի, Ուկրաինան արդեն հույս ունի, որ իրեն կտրամադրեն համապատասխան ինքնաթիռներ Ֆրանսիան, Միրաժների մասն է խոսքը գնում, Միրաժ 2000-ների եւ նաեւ Գերմանիան։ Էլ չեմ խոսում, որ հնարավորություն կա նաև Մեծ Բրիտանիայի կողմից, չնայած Մեծ Բրիտանիան հիմա ավելի շատ շեշտը հակաօթային պաշտպանության վրա է դրել, 5000 հրթիռ հակաօթային փոխանցվելու է Ուկրաինային բարձր ճշգրտությամբ, որոնք որ իհարկե եւս մեծ վնասների աղբյուր են դառնալու Ռուսաստանի համար։ Ես դա ընդհանրապես մի քանի կոմպոնենտ եմ ասում, դա ընդհանուր տենդենսի սկիզբն է։ Եվրոպան մեծ պոտենցիալ ունի, թե ռազմական, ֆինանսական, ամեն ինչի։ Ուղղակի մի տեսակ ոնց որ քնած փիղլներ միջև հիմա, որին արտնացրեց Թրամփը, հանելով իր վրայից միջուկային պաշտպանական ստեյության բանը, հովանոցը, հայտարարելով նաև, որ փաստ չի, որ կպաշտպանենք եվրոպական երկրներին, եթե դու պատշաճ ծախսեր չես հանում։ Հա, բայց այդ ծախսերն այնպիսի թվեր է գրակում, որ նույնիսկ Միացյալ Նահանգները այդպիսի ծախսեր չի տեսնում, 5% է արդեն ասում, որը իրատեսական չի, իհարկե եվրոպական երկրները, նույնիսկ Մեծ Բրիտանիան 0.2% ավելացնելու համար մի տարի պետք եղավ, այսպես մեծ դժվարությամբ, որը էլի մեծ գումար է գալիս իրականում, մեծ գումար է, բայց այս տեմպերով, ասենք 3%-ին մի քանի տարուց նոր կարող է հանգարց հասնեն եվրոպական երկրները։ 27 թվականին նոր Բայց դա էլ այնպիսի առավելություն է ապահովելու Եվրոմիության համար ռազմական իմաստով Ռուսաստանի հանդեպ, որ լրիվ բավարար է լինելու, եթե իհարկե այնտեղ նաև շեշտը դրվի կռվող զորքերի վրա, որտեղ այսօրվա եվրոպական բանակները վաղուց չեն մասնակցել ռազմական գործողություններին։ Բրիտանական ունի փորձ։ Հա, Իրաքում ինչ որ փորձ ունեցավ, որոշ խաղապահ ավելի շատ այսպես փորձ ունեն գերմանացիները Աֆղանստանում, որոնք իդեպ հայկական զորախումբը այնտեղ խաղապահ գերմանական շրջանառներում էր իրենց դրոշի ներքո, բայց ամեն դեպքում ֆրանսիացիներն էլ ունեն ֆրանսիական լեգիոն, որը որ լոկալ այսպես ինչ որ փորձեր Աֆրիկայում, հա, բայց այդ ամբողջ լոկալ սահմանափակ ինչ որ վերապատրաստում Լիբանանում էլի խաղաղապահ գործունեություն, որոնց հրամանատարության ներքո էլի մեր խաղաղապահ։ Պատահական չի, որ ուկրաինացիները ասում են, դուք որպես հարվածային ուժ, նաև պաշտպանող գլխավոր ուժ, կարող եք օգտագործել ուկրաինական բանակը, որը մինչև 1 միլիոնի կարող է հասնել անպատասխան ֆինանսավորման եւ ենթակառույցների ապահովման դեպքում, այսօր արդեն ինքը կես միլիոնից ավելի է եւ նման պայմաններում 800,000 ինքը կարող է շատ լուրջ դերակատարություն խաղալ արևելյան ուրեմն սահմանները Եվրոմիության պաշտպանելով։ Դա է պատճառը, որ Եվրոմիությունը ատամներով պահելու է Ուկրաինային եւ Ուկրաինայի շահերը, չի համաձայնվելու անեքսիային, եթե նույնիսկ խաղաղություն զինադադար, այսպես ասենք, կնքվի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև
ուրեմն Տրամպի ադմինիստրացիայի միջնորդությամբ, իսկ հիմա գիտեք Սաուդյան Արաբիայում գնում են բանակցություններ ուկրաինացիների հետ։ Հենց այսօր։ Եվ եթե նույնիսկ ուկրաինացիները համաձայնվեն ինչ-ինչ պայմաններում կանգնեցնել, իրենք պետք է առնվազն երաշխիք ստանան, որ սանկցիաները Ռուսաստանի վրայից չեն հանվի եւ այդ ճնշումը կշարունակվի, որովհետեւ Ռուսաստանը վաղ թե ուշ զորքերը հետ քաշի, որովհետեւ եթե սանկցիաները դադարեցվում են Ռուսաստանի հանդեպ եւ Ռուսաստանը արդեն որևէ հետաքրքրություն չի ունենալու այդ տարածքները հանձնելու անեքսիան Մարսը, հա, եւ դա քաշել է նշանակում միջազգային իրավունքի վրա, եվրոպական անվտանգության վրա, որտեղ այսօր դա է Մարսում, վաղը նույն հաջողությամբ մի ուրիշ բան կգրավի, Տրամպը կասի դե լավ, եկեք որպեսզի ծախս չանենք, լրացուցիչ ու պատերազմը նոր երրորդ համաշխարհային չսկսվի, զիջենք էդ էլ թող գնա, այնց ոնց կլինի։ Դրա համար ես կարծում եմ այդտեղ եվրոպացիներն ու ուկրաինացիները միակարծիք են լինելու, որ ճնշումները եւ սանկցիաները պատերազմը Ուկրաինայում, Եվրոպայում ընկալվում է որպես պատերազմ Եվրոպայում, եւ պատերազմ հանուն Եվրոպայի։ Այո։ Պարոն Խոշոձյան, հիմա տեսեք, մենք հենց այդ համատեքստում արտաքին այս օրենքը ընդունում ենք, կառավարությունն էլ, կառավարող մեծամասնությունն էլ համակարծիք են դրա հետ, մենք էլ ենք համակարծիք իրենց հետ, երբ դառնում ենք ներքին օրակարգին, մենք տեսնում ենք ռեֆորմների հետ կապված ոտքին գցած վիճակ, 7-րդ տարին մենք լսում ենք ուզուրպատորներ, ընտրակեղծարարներ, բայց անհասկանալի է մնում, լավ, սրանք հիմա ուզուրպատոր ընտրակեղծարար են, թե մեր հարգելի ընդդիմադիր գործընկերներ, որովհետև այդ երկուսից ինչ-որ մեկը կարող է լինել, էլի, չի կարող երկուսն իրար հետ լինել, որովհետև ուզուրպացիան էլ է բացեք քրեական օրենսգիրքը, հանցագործություն, ընտրակեղծարարությունն էլ, իսկ մեկ էլ այն, որ մեղադրվում են, որ ահա դուք երբ որ վիճում եք, թե ինձ ով է բերել իշխանության, մեկն էլի ձեզ հարցնի, ձեզ ով է բերել իշխանության եւ ինչի համար։ Չէ, այստեղ սխալ բան չկա, այստեղ ամեն ինչ ճիշտ է, ուղղակի երբ 7-րդ տարին է դա ասվում է ու այդ ասածից հետո ոչինչ չի բխում, ոչ մի հետևանք, գործողություն, հետևություն, պետությունը ֆունկցիա չի կատարում, ինչի համար է ասվում։ Լավ կամ ինչ անենք սրա հետ, ասենք ասեցիք, համաձայնեցինք, լսեցինք եւ հարց ենք տալի, բա հետո այս մարդիկ ինչ գործ ունեն ընտրություններում, հետևապես համեցեք։ Ինչպես եք համակրծակվում քննադատել ուրեմն իշխանություններին պարոն Հերադյան։ Բայց երբ չեմ համարձակվել։ Քննադատելու բանը, այո, պետք է քննադատել։ Հիմա դա մեզ մեղադրանք են ներկայացնում իշխանության ուրեմն հետևորդները եւ սրբացնողների իշխանության։ Ասում են, այ դուք ոնց որ թե աջակցում եք իշխանություններին, բայց հիմա սկսել եք քննադատել, ստեղ մի բան կա, կներեք, մենք աջակցում ենք իշխանություններին շատ կոնկրետ թեմայով եւ ասել ենք դրա մասին եւ շարունակում ենք աջակցել Հայաստանի եվրոպական ինտեգրման հարցում, որտեղ մենք համակարծիք ենք։ Տեմպերի մասով կարող է այդքան համակարծիք չենք, որտեղ իշխանությունները շատ ավելի կրավորական եւ դանդաղ է անում, հապկից դուրս չի գալիս եւ այլն, մենք ավելի բարձր տեմպի կողմնակից ենք եւ մենք նկատում ենք եվրոպական եւ որակի մենք ասելով նկատի ունենք եվրոպական եւ հասարակության այն հատվածը, ներառյալ հասարակական կազմակերպությունները, փորձագետները, քաղաքական ուժերը, որոնք որ կողմնակից են Հայաստանի օր առաջ եվրոինտեգրմանը։ Այդ մենքի տեսակետից, հա, աջակցությունը վայելում է իշխանությունը այդ մենքի, բայց կներեք, այդ մենքը ԿՊ-ի անդամ չի, որ իշխանությունը ինչ անի, ներքին քաղաքականության ինչ սխալներ անի, ինչ կադրային հայտարարակ քաղաքականություն վարի ու ծավտանք։ Ու որ հետո էլ գան զարմացած ասեն, բա դուք ոնց եղավ, որ հիմա քննադատում եք։ Կներեք, մենք միշտ ենք նախ քննադատել, շատ ճիշտ եք ասում, կադրային քաղաքականությունը, ներքին սխալները, հենց այդ ապօրինությունները միջև վերջ չպատժելը, ինչ են շնակում, նույն այդ գույքի պահը գալիս է ընտրություններից առաջ նոր ինչ որ գույքերի կալանքների եւ վերադարձի բաներ ենք ստանում, նշույլներ, ընդ որում 2 օր առաջ Միքայել Մինասյանի այդ հայտնի գործարքը պղնձամոլիբդենային հետ կապված որ 50,000-ով առել է բաժնեմաս, որը հետո 30 միլիարդով վաճառել է։ Հրապարակվում են, բայց չգիտես ինչի դրանից մի քանի ամիս առաջ Միքայել Մինասյանի վրայից միջազգային հետախուզությունը հանում են, որի արդյունքում նա հանգիստ Սոչիից տեղափոխվում է Միլան։ Ոնց եղավ դա։
Ինչ է դա նշանակում կամ կադրային քաղաքականության մասով հատ-հատ ցույց ենք տվել տարբեր հանրապետականների, այդ թվում ովքեր որ մեղսակից են եղել նախկին կոռուպցիայի մեջ, որոնք այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում։ Մի անգամ եմ ես դրա մասին ասել։ Հիմա ասենք Եվրադաշինքին ինչքան էլ ուզում են քննադատեն, կներեք, բայց Եվրադաշինքը նաև կազմված այն ուժերից, որոնք որ այդ ներքին քաղաքական սխալները միշտ էլ մատնացույց արել են եւ երբեք չեն երթվել, որ աչք են փակելու այդ ամեն ինչի վրա, կներեք, այդ դեպքում հենա կգնային ԿՊ-ի անդամ կդառնային, էլի։ Եվ կներեք, բայց մենք նաև աղանդավոր չենք, իսկ իշխանությունն էլ սրբազան կով չի, որ ասենք սիգնալ տալ չի կարելի, էլի։ Ընդհանրապես դերականը, բացասականը, մենք էլ նրա համար ենք ինչ են ուզում ԿՊ-ի կողմնակիցները, որ մենք ամեն ինչ sense սևացնելով, հայոյելով եւ այլն, որ ասեն, այ դուք այս դեպքում ուրեմն հետեւողական եք, ասենք, եթե ինչ որ ճիշտ բան է արվում, չաջակցենք եւ հակառակ եթե վտանգ է սպառնում նաեւ երկրին այդ հարցերում կայունություն ապահովման հարցերին չմասնակցենք, բայց այն գինը չի է, որ դրանով ուրեմն մենք ընդհանրապես էլի եմ ասում այդ Եվրաքվեի եւ Եվրոպական միության հետ ինտեգրվելու աջակիցների մասն է խոսքը, որովհետեւ դրանց մի մասը այսօր նաեւ քաղաքական մրցակցային դաշտ է մտել եւ իդեմ Եվրադաշինքի, որը 3 արդեն կուսակցություններն են եւ ուրեմն Լևոն Բարսեղյանի թիմով Գյումրի ավականու ընտրություններին, ովքեր որ մասնակցելու են։ Կներեք, էլի մի հատ դուրս եկեք բանավեճի Լևոն Բարսեղյանի հետ։ Հələ ես շատ կուզենամ տեսնեմ, էլի տեղական ինքնակառավարման ոլորտի գիտելիքների 1% ունեն այդ մարդիկ, ինչ որ Լևոն Բարսեղյանը ունի։ Այդքան Գյումրի քաղաքի համար արածունը։ Երբ ավականու անդամ եղած ժամանակ Լևոն Բարսեղյանը MC հարցեր է բարձրացել, այդ թվում այս վերջի շրջանում ավականի արդեն չլինելով հանդերձ, այնպեսի հարցեր է բարձրացրել, որը այսօրվա ԿՊ-ն նույնիսկ չի բարձրացրել։ Ինչ նշանակում գույքեր են կորել բազմաթիվ ու դրա վրա աչք կա փակվել։ Հաշվառումից կորել են ուղղակի այդ գույքերը։ Հաշվառման մեջ ժամանակին եղել են, գույքագրել են, տեսել այս գույքերը չկա։ Այսինքն Լևոն Բարսեղյանը պետք է դիմեր, որ դատախազությունը նոր քրեական գործ հարուցել են, մնացած ուժերը, այդ թվում այսօրվա գործող իշխանությունները իրենց համար էական չէր, բայց կոպեկ առ կոպեկ վերադարձը ո՞նց հալնելու, եթե միլիոնավոր դրամների գույքերի կորուստի վրա աչք կա փակվում։ Դա մի օրինակ եմ ընդհանրապես ասում։ Բազմաթիվ այլ խնդիրներ, խոստումները, որոնք չեն կատարել։ Կներեք, բավարար խոստում են տվել, այդ թվում տեղական ինքնակառավարման մարմինները չեն կատարել։ Հիմա եկել են նորից նույն խոստումները տալիս են։ Բա Լևոն Բարսեղյանը, Եվրադաշինքի անդամները չասեն, չեղավ սենց։ Ունեիք ժամանակ կատարելու։ Այդ որ ասում մենք իշխանություն չենք եղել, բա ո՞վ է եղել իշխանությունը։ Բալասանյանի հետ բան եք, կոալիցիա եք։ Միասին պայմանավորվեիք ոնց էի կամ տենում եք չէր անում, դուրս գայիք կոալիցիայից, ասեք մենք չենք կիսում պատասխանատվությունը։ Ուզում եմ ասել, որ այս այն հարցերն են, որ մեր պետության կայունության, հզորության հետ է կապված, եւ արտաքին քաղաքականության մեջ ինչ որ ճիշտ քայլեր անելը չի նշանակում, որ ներքին քաղաքականության մեջ կարելի է այս կարգի անպատասխանատու քաղաքականություն վարել, սկսած տեղական ինքնակառավարման մարմիններից վերջացրած պետական կառավարումով։ Այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարը, որը շատ վատ վիճակում է գտնվում։ Մենք դրա մասին բազմիցս ենք բարձրաձայնել, ՊՎԾ-ից սկսած մինչև տարբեր մնացած օղակները։ Քաղաքապետարանում տեսնում ենք ինչ է կատարվում։ Լավ է դեռ գոնե պայքար կա եւ մենք դա գնահատում ենք, հա, որ ամիս չկա, որ քաղաքապետարանից մեկին չբռնեն։ Բայց չեք զգում, որ այդքան կաշառակերներ այնտեղ մնացել են, ուրեմն գլխից է հոտած այդ անտերձուկը։ Ինչ միջավայր այնտեղ ստեղծված, որ sense բարբերաբար ինչ որ տես բաներ են դուրս թռնում, էլի։ Կամ չգիտեք, որ Արաբկիրի թաղապետին որ բռնեցին Ավինյանի ընկերներ։ Այդքան այդ բաներում ոնց է կոչվում այդ ստուգող կազմակերպություն կա այնտեղ բանում քաղաքապետարանում, որ տարի մեկին կամ տեղափոխում են կամ բռնում են վերջերս այդ բաների պաշտպանիչ ցանցերի հարցը որ բարձրացրեցի։ Մի հատ հետևություն եղել է, մեկին պատասխանատվության այդ մասով ենթարկել են։ Այդ շինարարության վրա մի այդ պաշտպանիչ ցանցը 20, 30, մինչև $50,000 կարող է լինի կախված շենքի չափերից։ Ինքը բավական թանկ հաճույք է, բայց շինարարները պարտավոր են կառուցապատողները ապահովեն, որ այդ փոշին դուրս չգա մարդկանց չխեղդի։ Կներեք, մեր առողջության հաշվին է ձեր այդ շահույթները։ Շահույթը չէ 50,000 խնայողություն է, միլիոնների են շահույթ ստանում այդ շենքերի կառուցումից եւ վաճառքից։ Բայց ո՞վ պետք դա վերահսկի։ Քաղաքապետարանը, այդ ո՞նց է անում, որ 100 ընդամենը տուգանք են մուծել, 100,000, 150,000, տենց միջինը 100-ի կարգի դեկորատիվ տուգանքներ են մուծել ու աչք են փակել այդ մարդիկ, որ խնայ են գումարները։ Պարզա չէ, ավելի ձեռատալի 100,000 մի հատ տուգանք տան տարին մի անգամ, քան թե
20-30 հազար դոլարանոց բան, բայց այդ տուգանքով ոչ են բրծնում։ Մենք չգիտենք, որ այդ տուգանքներից բացի ակնհայտ է, որ ինչ-որ այլ փողեր է գնացել այնտեղ, որտեղ այդ սովորական գովազդային վահանակը 10-20 սանտիմետր մեծ ալնում պայմանավորված չափից, պետանի կողմից թույլատվածի չափից։ Միանգամից տեսուչները գալիս են, միանգամից բռնում են տուգանում են, 30,000 դրամ տուգանում են, փոքր միկրո ձեռնարկությանը։ Դա տեսնում են նույնիսկ այդ 20-30 սանտիմետրը տեսնում են։ Երկա շենքերի վրա ցանցերը չեն տեսնում։ Ես խնդրել եմ հետևորդները ուղարկեցին տասնյակներով նկարներ ուղարկեցին, ամեն մեկ իր դեմի շինարարության նկար ուղարկում են, ոչ մեկի վրա ցանց չկա։ 10% երևի մեր Երևանում կառուցապատման 10%-ը սկի այդ բարեխիղճ շինարար չեն, կառուցապատող չեն, որ ցանցը դնեն, որ մեր բոլորից առողջությունը չվտանգեն։ Վտանգելը որ քաղցկեղի տոկոսը դրա համար այդքան բարձր։ Որտեղ այդ փոշին բոլորը շնչում են։ Կոնկրետ մեր առողջությունը քայքայող բան է առաջացնում, ինչա թե այնտեղ կներեք, էլի քաղաքապետարան ու մարդիկ բիզնես են անում։ Ու այդ ամենը աչք փակենք ձեն չհանենք, հələ մենք Երևանի մեջ ենք, Երևանից ենք շատ տեսնում։ Լևոն Բարսեղյանը Գյումրիի մեջ է, Գյումրիից է շատ տեսնում Բարսաձայնում։ Ամենօրյա իմիջիայլոց լայվերը լսում եմ Լևոնի, որտեղ նաև կրթվելու բան է։ Ես էլ եմ շատ բաներ սովորում տեղական ինքնակառավարումից, համայնքների զարգացման պոտենցիալից, ռեսուրսներ, որտեղից կարելի է հայթայթել այդ միջազգային մակարդակով։ Այդ մարդը ամբողջ իր կյանքը եղել է տեղական ինքնակառավարման ոլորտի մեջ ներգրաված, բացի նրանից, որ լրագրողական գործունեություն ա ծավալել։ Այդպիսի ռեսուրս ունենալով, հələ փոխանակ մի անգամ մի հատ էլ կողքից իրանք քաղաքացիական պայմանագիրը, եթե իրոք ուզում են Գյումրին նորմալ հունի մեջ ընկնի կառավարումը Գյումրիի արդյունավետ կառավարումը եւ խնդիրներ լուծվի, մի հատ էլ իրանք կողքից աջակցեին, որ միասնական տեխնացու ասեն, այո, մենք էլ ենք պատրաստ Լևոնին ընտրենք։ Չէ, վարչապետը ասում է բոլոր բաները ովքեր առաջադրվել են, ուրեմն իրենց թալանածը փրկելու համար։ Լևոն Բարսեղյանն ասում եմ, Լևոն ջան, այդ խես թալանել։ Պետությունը որ հիմա բույկը, բայց լավ չի կարելի, չէ՞, սենց հա բոլորին սենց ցեխոտելը, ցեխ շպրտելը բոլորի վրա հավասարապես։ Հետո կողմնակիցները ասում են, դա բա ինքը աննով չտվեց, այդ շնորհքմա չէր վերաբերում։ Գիտենք որ չի կարա վերաբերել Լևոն Բարսեղյանին, որտեղ նա ամբողջ կյանքը ազնիվ ապրած մարդ է, նա մի անգամ ասեց, ճիշտ է, չնայած 70-ականների մեր կողմից գիրք է գողացել բանից գրադարանից, այն էլ մայրիկը գնացել վճարել էր այդ գրքերի թիմը, այդ է եղել այդ մարդու թալանածը, հա։ Ոնց կարելի է այտենց անպատասխանատու ձևով այն քաղաքական ուժին, որը ձեզ ոչ հայոյում է, երբ որ դուք լավ գործ եք անում, ասում են լավ գործ եք անում, գնահատում է ձեր լավ գործերը, բայց երբ որ սխալ բաներ եք անում, քաղաքավարի, քաղաքատեր քննադատում է։ Ոնց կարելի է մի ցեխի մեջ խառնել բոլոր այդ նախկին թալանչիների հետ միասին։ Էլի նույն այդ սև սպիտակի պատմությունը, որ Հայկ Մարությանի թեթև ձեռքով 18 թվականի ընտրություններին քաղաքապետի ավականու Երևանի մցվեց, որ մենակ իրանք սպիտակ էին, բոլոր են ուժերը, որոնք ամբողջ կյանքը պայքարել են այդ իշխանապողության համար, այդ բոլորը սև են, փաստորեն բաների հետ միասին, Սերժ Արոբականների։ Տեսեք, պարոն Խորշուդյան, ոնց որ ասում են, քթալը ճաշի ժամանակ է, չէ՞, արժեք ձեռք բերում։ Եվ ահա ռումինական օրինակը։ Երբ տեխնացուն չի համապատասխանում չափանիշներին եւ դուրս է դրվում ընտրարշավից։ Իսկ ինչու չի համապատասխանում, պատասխանն է, որովհետեւ չի պաշտպանում ժողովրդավարությունը, մեկ։ Երկրորդը, երբ օրենքը ընդունվում է, իսկ ասենք թե ինչ որ մի կարմրադրոշ քաղաքական ուժ, որը պահանջում է Ռուսաստանի հետ դաշինք եւ այլ, էլի չի համապատասխանում։ Ես էլ չեմ խոսում 20 տարվա ընթացքում կրիմինալ դիկտատուրայի քաղաքական ֆասադ ծառայած քաղաքական ուժերի մասին, որոնք քաղաքական գնահատականի բացակայություն է այդ ուժերը։ Այո, եւ նրանք ոնց են շարունակում ժողովրդավարական Հայաստանում լինել, շարունակել լինել որպես քաղաքական ուժ, հետո դուք էլ անունը դնեք մեր հարգելի ընդդիմադիր գործընկերներ։ Հիմա էլի գալիս ենք դրան, էլի, եթե նման խնդիր կա, ի վերջո այս ժողովրդավարությունը պետք է պաշտպանվի, հա, թե ժողովրդավարությունը եւ բարդակը դա հոմանիշներ են։ Իրականում տեսեք, ռուսական ազդեցությունը մեր համար էլ կարմիր գիծ է։ Երբ որ նույն անցած տարվա գարնանը այդ խժդժությունները, որ սկսեցին Տավուշից սկսեցին այդ սահմանային բաները օգտագործելով չարաշահելով, հա, այդ խնդիրները դելիմիտացիայի հետ կապված, փորձ արվեց
պրոռուսական ռևանշստեր իրականացնել, ակնհայտ ռուսական նաև ֆինանսավորումներով եւ ամեն ինչով։ Պետրոս գետադարձի հոգեզավակ հոգեվորականի գլխավորություն։ Մենք էլ աջակցեցինք կայունությանը եւ պետականությանը։ Բոլոր բանական մարդիկ աջակցեցին։ Բայց հիմա Գյումրու ընտրություններում մեզ գալիս ասում են, գիտեք, եթե հանգարց ԿՊ-ն չհաղթի այս ընտրություններում, ուրեմն վերջ Հայաստանը կործանվում է, դուք էլ աջակցում եք Հայաստանը կործանողներին։ Ասում եք Հայաստանը կործանողներին ինչի՞ միջև մաչեք բռնե, բարնեք։ Ինչի՞ միջև ազատ ֆրֆռում հերիք չի, հենց մի հատ քաղաքական պայքարների մասնակցում։ Քաղաքականությանը մասնակցում են որպես այդքան գույք որ թալանել են, դուք էլ գույք ունեք ապօրինի բռնագանձման ենթակա։ Ինչի այնպիսի օրենք չեք ընդունել, որ դա ընդհանրապես գույքը չտան ու բրծնեն։ Եթե ակնհայտ է որ թալանել են, պետք է ինչ-որ քրեական պատասխանատվություն լինի, ինչ-որ սահմանափակումներ առնվազն լինի։ Գոնե լավ քաղաքական գնահատական տվեք, որ այդ ուժերը չկարողանան գոնե քաղաքականության մեջ շարունակեն իրենց գործունեությունը, ոնց որ ժամանակին կոմունիստական կուսակցությունը արգելվեց։ Այդ ամեն ինչը չեք արել, իսկ կոմունիստական կուսակցությունն էլ Եվրոպայում այո հավասարեցված է ընդհանրապես բոլշևիզմը նացիզմին է հավասարեցված համապատասխան հիմա իմ մոտ հարց առաջանում իսկ կարող է այդ բոլորին չեք բռնել թողել եք որպես բոբը ուղակի իմանալով որ իրանց երբեք ժողովուրդը չի ընդունի միշտ էլ լուսանցքից դուրս են ելնելու որ անընդհատ ընտրություններից առաջ բերեք ասեք օ տեսեք մեզ ինչ վտանգ է սպառնում մեզ ընտրեք թե չէ կգան կուտեն երկիրը այ հիմա արդեն չի անցնի դա որտեվ կա կոնկրետ Գյումրիի մասում կա այլընտրանք որը որ այդ բոբոների հետ կապ չունի, շատ բանիմաց ազնիվ իր կյանքով ապացուցած այդ իր սկզբունքները մարդ է եւ իր շուրջ համախմբված եւ իրեն առաջադրած եվրոպական ինտեգրման կողմնակից քաղաքական 3 ուժ։ Ի վերջո քաղաքը դուք պետքա կառավարեք, ճիշտ է։ Պետք է կառավարեք համապատասխան չափանիշներով, համապատասխան որակի։ Ինչ կապ ունի ով է քաչալշուն եւ ով է գողկատու այդտեղ։ Կարող եք եկեք խոսանք այդ կառավարման մասին։ Կառավարման որակների, կառավարման ստանդարտների, կառավարման պրակտիկաների այդ ամեն ինչն է կապ ունի եւ բովանդակային խոսակցությունը պետք է լինի։ Բայց այս այնպիսի տպավորություն ստացա, եթե ընդունենք այդ ուզուրպատորները եւ ընտրակեղծարարները, եթե ընտրարշավում չլինեին, քաղաքացիական պայմանագիրը այդ ընտրություններին մասնակցել ուրիշ ռեզ չունի։ Մենակ եկել է նրա համար, որովհետև նա քաչալշուն է, նա էլ գողկատու, հետո։ Իրականում ես խնդիր չեմ տեսնում, որ ժողովրդին հիշացվի, թե ովքեր են այնտեղ շատ առաջադրված տեխնացուներ, իրոք կան, որոնք որ թալանի են մասնակցել, ընտրակեղծարարության են մասնակցել, հասկացանք։ Ասեք դրա մասին, մենք էլ կասենք, կհիշացնենք մարդկանց, բայց բովանդակային քննարկում չի լինելու։ Բայց 7-րդ տարին այդ նույն բանը ինձ ասում եք, որ ես ինչ անեմ դրա։ Այդ դա արդեն բովանդակային քննարկման մաս է լինելու, որ դուք եք պատասխանատու, որ դրանք մինչև հիմա ոչ միայն ազատության մեջ են, այլ քաղաքականության մասնակից։ Այո։ Ու մեր վրա շար մի արեք, թե մենք պետք է ինչ-որ բան անենք, որ հանգարց իրանք իշխանության չգան։ Իշխանության չեն գա, իրանք միշտ էլ մնալու են լուսանցքում այսուհետ Հայաստանում։ Բայց դուք ձեր չարածների համար պետք է որոշակի պատասխանատվություն կրեք, առնվազն իշխանության ձևով, առնվազն Գյումրիում։ Հələ մի հատ Գյումրիում տեսնենք գյումրեցիները իրենց քվեն ոնց կորոշեն ոնց բան անել, օգտագործել, ըստ դրա արդեն նաև երկրի մասշտաբով կհասկացվի մեր հասարակությունը այլընտրանք տեսնում է եւ պատրաստ է այլընտրանք ընդունի, թե էլի սև սպիտակի տրամաբանության մեջ ամնալու։ Եվ եզրափակելով, պարոն Խորշուդյան, առաջիկայում այդ օրենքը երկրորդ ընթերցմամբ կընդունվի, այս խոսակցությունները ԵԱՏՄ եւ այլ, մենք պարզ է, չէ, որ սրանից հետո հետևելու է մի այսպես ասեմ, կոնսուլտացիաների մի ռաունդ արդեն այս օրենքի իրագործման թեմաներով, չէ, ինչ ինստիտուտներով, ինչ ալգորիթմով, ինչ ձևով, այս տարամետ հայտարարությունները, հա, հիմա ԵԱՏՄ-ի հետ մենք ընդլայնում եւ խորացնում ենք, թե այնուամենայնիվ երկիրը նախապատրաստում ենք մինիմալ շոկերով այդտեղից դուրս բերելու։ Իդեպ մենք ունենք լավ նորություն եւ դա ցույց է տալիս, որ կառավարությունն այո, քայլեր անում է, հա, դա ասենք այդ ձկնարդյունաբերության արտադրանքը
Հիմա դրան ստանդարտներին համապատասխանած մասը, այսպես ասենք, ազատ կարող է արտահանվել այլևս Եվրամիության շուկա։ Սա շատ լավ նորություն է, ապրեն բոլորը, ով դա կազմակերպել է։ Հիմա լավ սկիզբ է, շատ լավ սկիզբ է, այսինքն ոնց որ սենց պիլոտային մի ոլորտ, հա, դարձավ արդեն ընդունելի եվրոպացիների կողմից եւ այո, sense ոլորտ առ ոլորտ մենք պետք է այդ ուղղությամբ տանենք, որ պարզա չէ, որ արդեն այդ X ընկերությունը կամ Y ընկերությունը իր արտադրանքն ավելի ձեռնտու Եվրամիությունում վաճառի, քան չգիտեմ։ Մեր դարավոր բարեկամի մոտ, որտեղ 337 հատ դրոնա թռնում, մի հատ տագնապել չունի միացնում։ 2 օր առաջ Եվրամիության պատվիրակության ղեկավարը Մարագոսը նաև խոսում էր այն մասին, որ ենք պատրաստ են աջակցել հայկական բրենդի այդ բրենդը, հա, որպես հա, բրենդը Եվրամիությունում, Եվրամիության տարածքում առաջ մղելու համար, որովհետև դա է ըստ էության ստանդարտներին համապատասխանող որակապահով, որովհետև Pernod-Ricard-ն է վերջիվերջո արտադրում, այդ ստանդարտի խնդիրը չկա, այնտեղ ավելի շատ շուկայի բրենդավորման եւ շուկա մտնելու մասին։ Ճանաչելի է, դա էլ աջակցեն, կարևոր սեգմենտ է իդեպ, որը հիմա Ռուսաստանից շատ են նեղվում, որ հանգարց կարող է Ռուսաստանի շուկա փակվել, այդ դեպքում ինչ պետք է անեն, ավելի վճարողնակ շուկա կա հենց բրենդի համար հայկական, որը մենք այնքան որ Ռուսաստանում կոնյակ ենք անվանում, բայց այդ էլ ժամանակի հարց է, գիտեք, սահմանափակում կա, որոշ մի քանի տարի հետո պետք է այնտեղ էլ արդեն բրենդի անվանում։ Բայց նայում եք կոնյակ է գնում այնտեղ, որ ասենք օղուց էժանա, դրեք չնա կոնյակ, էլի։ Հա, արդեն փակեցին դա, բարեբախտաբար Հայաստանի այդ մեր նաև բարձրաձայնումների, նաև միջազգային գործընկերների ճնշումների ներքո, նաև ռուսական իդեպ իրենց սանիտարա եւ այդ որակի փորձականության սպեցնազի, որը որ խնդիր ուներ նաև Հայաստանի ապրանքների վրա ճնշում գործադրելու մուտքը, դա գոնե խթան եղավ, որ Հայաստանի իշխանությունները արգել են սպիրտը սովորական բերել խառնել բանի հետ, ինչ որ բաների հետ եւ կոնյակի տակ վաճառել, հա։ Խոսքը իհարկե Pernod-Ricard-ի մասին չի, որը միշտ պահպանել է դա, բայց շատ կոնյակ արտադրողներ զիբիլ են ուղղակի վաճառում Ռուսաստան հայկականի տակ, դրա համար է Ռուսաստանում շատ հեշտ ուրիշներն էլ են կեղծում։ Ասում են կներեք, եթե պետք է սպիրտը բռնենք, զիբիլի հետ խառնենք, դառնա կոնյակ անունը, կբռնենք մենք խառնենք, կծախենք բանի տակ հայկական կոնյակի անվան տակ։ Հիմա բարեբախտաբար դա բան եղավ։ Երկրորդը ողջունել է, որ հենց այս օրենքի մասին հունվարի սկզբին, երբ որ կառավարություն դրական եզրակացություն տվեց, դրանից հետո անմիջապես նաև էկոնոմիկայի նախարարությունը, ֆինանսների նախարարությունը ասացին, որ այո, հիմա որոշում կա դիվերսիֆիկացման ուղղությամբ, արդեն կոնկրետ քայլեր ձեռնարկել են, որ ասում են փառք Աստծո վերջապես։ Տարիներ շարունակ մեր ասելը, որ դիվերսիֆիկացրեք արտաքին առևտուրը, նոր սկսել են քայլեր անել։ Էլի լավ է ուշ քան երբեք, հա։ Ինչ որ բաներ արվում են, նաև օրինակ հարկային վարչարություն, իդեպ լավ լուր Բադասյանի փոփոխելուց հետո այս նոր հարկայինի պետի օրոք ահագին դրական տեղաշարժ կա հարկային վարչարության տեսակետից։ Այն խոշոր գործարարները, որ ես անընդհատ բարձրաձայնում եի, հա, Սամվել Ալեքսանյանի գլխավորությամբ, որոնք որ գնում էին մանրավաճառներին, խանութներին, բաներին, ապրանք էին մատակարարում, ասում էին փաստաթղթով էս գինա, առանց փաստաթղթի էս գինա։ Հիմա վերջապես եւ նոր տարվա այդ մեծ առևտուրը արդեն դրա տակ ընկավ, ընդհանրապես առանց փաստաթղթի ապրանք չեն տալիս։ Նույն ես հասկանում եմ մի կողմից նաև տնտեսական խնդիրներ կա պետության մոտ, նաև ֆիսկալ քաղաքականության հարց կա եւ հարկերի մուտքագրման խնդիր կա, բյուջեն լցնելու խնդիր կա, բայց մի քիչ շուտ դա արված լիներ, մենք տասնյակ միլիարդավոր դրամների կամ 100 միլիոնավոր դոլարների հավելյալ գումար կունենայինք, ոչինչ, էլի լավ է ուշ քան երբեք։ Ինչ որ դրական բաներ իհարկե տեսանելի են, որ արվում է, բայց իհարկե այն բացասականը դեռ ցավոք սրտի չի փոխվում եւ սկսած նաեւ արտաքին քաղաքական շատ հարցերում ինչ որ նշեցիք հապկից դուրս գալու բանը դիվերսիֆիկացիայի ավելի արմատական եւ արագընթաց տեմպերով իրականացումը նույնիսկ ԵԱՏՄ-ի ներսում, քանի դեռ մենք ԵԱՏՄ-ի ներսում ենք, այնտեղ էլ աշխատանք կա անելու, որը չի արվում։ Ես մի անգամ չի որ ասել են, որ ուզբեկական ապրանքներ, Ուզբեկստանը ԵԱՏՄ-ի անդամ չի։ Դարձել են հայկական ապրանքների մրցակից, հատկապես գյուղատնտեսական վերամշակված ապրանքների մասն է խոսքը։ Եվ ստիպված հայկական ծիրանը, որ առաջ վերամշակվածն էր գնում Ռուսաստան, հիմա ուզբեկական վերամշակված ծիրանի, այսինքն պահածուների եւ այլնի հետ չի կարողանում մրցակցի։ Դրա համար հում ծիրան են ուղարկում ստիպված անցած տարի արդեն։ Ինչի, որ
որովհետև պայմանավորվել են ուզբեկները ԵԱՏՄ-ի հետ, իսկ ԵԱՏՄ-ի մեր ներկայացուցիչները մի հատ ծպտուն չեն անել, որ վետո դնեն, արգելան դնեն, պայմանավորվել են առանց մաքսի այդ ամեն ինչն ուղարկել, ումա պետք մեզ այդպիսի ԵԱՏՄ-ի մեջ լինելը, այնա Ուզբեկստանի հետ պետք է մրցակցենք, առանց դրա էլ կմրցակցենք։ Ուզում եմ ասեմ, որ աշխատանքը թերի է կատարվում եւ այդ բոլոր խնդիրները պետքա լուծել թե կադրային դաշտում, թե ինստիտուցիոնալ դաշտում։ Երկու դաշտում էլ տեղ կա աշխատանքի, որ չի արվում։ Եվ միացնել պատասխանատվության ինստիտուտը։ Միանշանակ։ Շնորհակալ եմ։ Ես եմ Շնորհակալ եմ, պարոն Խուրշուդյան, ձեր այս կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողներին ներկայացնելու համար բարին ձեզ։ Ահա մենք լսեցինք մեր գործընկերոջը Հովսեփ Խուրշուդյանին, ով Եվրաքվեի նախաձեռնության անդամ է եւ Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար, իր դիտարկումները կապված Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական մի շարք իրադարձությունների, երևույթների հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։